Բարև ձեզ, երբևէ մտածել եք, թե ինչու որոշ մարդիկ հեշտությամբ լուծում են բարդ խնդիրներ, իսկ մյուսները խճճվում են պարզ իրավիճակներում։ Պատճառը տրամաբանական և վերլուծական մտածողությունն է։ Այսօր հենց այդ մասին կխոսենք։ Մինչ այդ խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ նման տեսանյութերը շարունակական են լինելու։ Տրամաբանությունը և վերլուծական միտքը կարևոր հմտություններ են, որոնք օգնում են մարդուն ճիշտ հասկանալ, գնահատել և լուծել խնդիրները։ Ինչ է տրամաբանությունը։ Տրամաբանությունը մտածողության ձև է, որը հիմնված է հետևողականության և պատճառահետևանքային կապերի վրա։ Տրամաբանական մտածողությունը թույլ է տալիս ճանաչել սխալներն ու անհամապատասխանությունները, ձևավորել փաստարկներ և կատարել հիմնավորված եզրակացություններ։ Իսկ ինչ է վերլուծական միտքը։ Վերլուծական միտքը կարողություն է խորությամբ ուսումնասիրել և բաժանել խնդիրները առանձին բաղադրիչների, դրանցից բխող կապերը հասկանալու համար։ Վերլուծական մտածողությունը կարևոր է տվյալների ուսումնասիրության, հետևությունների և խնդիրների լուծման համար։ Այս հմտությունները կարևոր են ամենօրյա կյանքում ճիշտ որոշումներ կայացնելու, փաստերի միջև կապեր գտնելու և խնդիրները արդյունավետ լուծելու համար։ Ինչ առավելություններ ունի զարգացած տրամաբանություն և վերլուծական միտք ունեցող մարդը մյուսներից։ Մարդը, ով զարգացած տրամաբանություն և վերլուծական մտածողություն ունի, առանձնանում է մի շարք առավելություններով, որոնք նրան ավելի արդյունավետ են դարձնում տարբեր ոլորտներում։ Լավ տրամաբանություն ունեցող մարդը արագ հասկանում է իրավիճակները, ճիշտ ձևակերպում իր մտքերը և գտնում արդյունավետ լուծումներ։ Վերլուծական մտածողությունը թույլ է տալիս տարբերակել իրական ու ոչ կարևոր տեղեկատվությունը, քշեռադատել տարբերակները և կայացնել լավագույն որոշումը։ Մարդը, ով վերլուծում է իրավիճակը խորությամբ, արագ գտնում է ստեղծագործական և գործնական լուծումներ, երբ մյուսները կարող են խճճվել։ Բացի այդ, կարողանում է փաստարկված ներկայացնել իր տեսակետը, հասկանալ տարբեր տեսակետներ և արդյունավետ բանավիճեր։ Շատ ոլորտներում տրամաբանական և վերլուծական մտածողությունը բարձր է գնահատվում, քանի որ այն օգնում է վերլուծել շուկան, ստեղծել նորարարական լուծումներ և հաջողություն ապահովել։ Տրամաբանական մտածողությունը թույլ է տալիս արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում և գտնել լավագույն ռազմավարությունը։ Մտածողության այս հատկությունները մարդուն ավելի ուժեղ, ինքնավստահ ու արդյունավետ են դարձնում։ Իսկ ինչպե՞ս կարող է մարդը զարգացնել իր տրամաբանությունը և վերլուծական միտքը։ Թվարկեմ այն հիմնական եղանակները, որոնք զարգացնում են տրամաբանությունը և վերլուծական միտքը։ Տրամաբանությունը և վերլուծական միտքը զարգացնելու եղանակներից մեկը մաթեմատիկան է։ Մաթեմատիկան հիանալի գործիք է տրամաբանական և վերլուծական մտածողությունը զարգացնելու համար։ Այն պահանջում է թվային տվյալների վերլուծություն, պատճառահետևանքային կապերի ուսումնասիրություն և խնդրի լուծման ռազմավարություն։ Մաթեմատիկական խնդիրը լուծելիս մարդը պետք է մտածի քայլ առ քայլ, հետևելով պարզ և հստակ տրամաբանական կառուցվածքին։ Բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս մարդը սովորում է մեծ տվյալների ծավալը փոքր մասերի բաժանել և վերլուծել ամեն մանրուք։ Մաթեմատիկը պահանջում է ոչ միայն ճիշտ պատասխան գտնել, այլև հասկանալ, թե որն է ամենաարդյունավետ մոտեցումը։ Եվ ամենակարևորը, մաթեմատիկան զարգացնում է ուշադրությունը և կենտրոնացվածությունը, քանի որ մեկ անուշադիր սխալի պատճառով խնդիրը չի լուծվի կամ սխալ կլուծվի։ Մաթեմատիկայի շնորհիվ մարդը հասկանում է, որ մանրուքներին պետք է ուշադրություն դարձնել, իսկ վերլուծական մտքի զարգացումը շատ հաճախ հիմնվում է մանրուքների վրա, քանի որ հաճախ հենց վերջիններիս միջոցով ենք պատճառահետևանքային կապեր գտնում։ Այստեղ ես ուզում եմ շեշտել հատկապես երկրաչափության դերը տրամաբանության և վերլուծական մտքի զարգացման առումով։ Իմ կարծիքով, հանրահաշիվը այդքան չի զարգացնում տրամաբանությունը և վերլուծական կարողությունները, որքան երկրաչափությունը։ Երկրաչափությունը սովորեցնում է վերլուծել, գտնել կապերը, զարգացնում է հնարամտությունը, ստեղծագործ մտածողությունը։ Բայց կան մարդիկ, ովքեր մաթեմատիկա չեն սիրում,
Այդ դեպքում նրանք ինչպես կարող են զարգացնել իրենց տրամաբանությունը և վերլուծական միտքը։ Տրամաբանությունը և վերլուծական միտքը զարգացնելու մյուս եղանակը պարբերաբար գլուխկոտրուկների լուծումն է։ Համացանցում հեշտությամբ կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր գլուխկոտրուկներ։ Պետք է սկսել հեշտերից ու աստիճանաբար բարդացնել, բայց եթե գլուխկոտրուկը լուծել չեք կարողանում, միշտ տապեք անմիջապես նայել պատասխանը, այլ նորից մտածեք։ Անհրաժեշտության դեպքում դադար վերցրեք։ Այնուամենայնիվ, երբ չկարողանաք լուծել, նայեք պատասխանը ու փորձեք հասկանալ, թե ինչ եղանակով է այն լուծվում։ Եթե անգամ գլուխկոտրուկը լուծել չկարողանաք, բայց շատ երկար մտածեք ու նոր միայն նայեք պատասխանը, դա կտպավորվի ձեր մեջ ու դուք մյուս անգամ նման գլուխկոտրուկները հեշտությամբ կարող եք լուծել։ Տրամաբանությունը և վերլուծական միտքը զարգացնելու հաջորդ եղանակը ֆիլմեր կամ սերիալներ դիտելն է։ Այս դեպքում հաճելի ժամանցը զուգորդվում է օգտակարությամբ։ Հաճախ մարդը ֆիլմի ավարտից հետո չի հասկանում ոչինչ։ Դա խոսում է ոչ բավարար տրամաբանության և վերլուծական ունակությունների մասին։ Պետք է դիտել բարդ սյուժեով ֆիլմեր ու սերիալներ, որոնք զարգացնում են ուղեղը, ստիպում մտածել, վերլուծել, տրամաբանել, ուշադրություն դարձնել մանրուքներին։ Իմ կարծիքով այդ առումով հարմար են եվրոպական ու ամերիկյան ֆիլմերն ու սերիալները։ Չնայած վերջին տարիներին նկարահանված ռուսական ֆիլմերն ու սերիալները իրենց բարդ սյուժեով սկսել են չզիջել եվրոպականին ու ամերիկյանին։ Եվ վերջին եղանակը, որի մասին ես կցանկանայի խոսել այս տեսանյութում, միջանձնային շփումներն են։ Միջանձնային շփումների միջոցով տրամաբանության ու վերլուծական մտքի զարգացումը ամենահեշտ ու բոլորին մատչելի եղանակն է։ Չէ՞ որ այսպես թե այնպես բոլորս միջանձնային շփումներ ենք ունենում։ Հիմա կարող է հարց ծագել, թե ինչպես կարելի է միջանձնային շփումների միջոցով զարգացնել տրամաբանությունը և վերլուծական միտքը։ Շատ պարզ, պետք է ուշադիր լինել մանրուքների հանդեպ, վերլուծել մարդու ամեն մի խոսքը, ամեն մի միմիկան, շարժու ձևը և այլն։ Օրինակ, ձեր ծանոթներից մեկը մի պատմություն է պատմում։ Դուք ցանկանում եք պարզել, ճի՞շտ է ասում, թե ոչ։ Ինչպես իմանաք։ Նախ պետք է տրամաբանեք, թե դա արդյոք հնարավոր ու խելքի մոտ բան է։ Հետո պետք է հիշեք, թե այդ մարդը նախկինում ձեզ ստել է, թե ոչ։ Վերջապես պետք է վերլուծել, թե այդ մարդը ձեզ ինչու կամ ինչ նպատակով է պատմում այդ պատմությունը։ Կարևոր է նաև այն, թե ձեր ծանոթը ինչպիսի վերաբերմունք ունի ձեր հանդեպ։ Հարգո՞ւմ է, լուրջ է ձեզ վերաբերվում։ Միջանձնային շփումներում մեկ այլ օրինակ էլ բերեմ։ Ենթադրենք երկու տղամարդ զրուցում են, նրանց է մոտենում երկու տղամարդկանց ծանոթ երրորդ տղամարդը ու ձեռքով բարևում։ Բայց տղամարդկանցից մեկին ձեռքով ամուր է բարևում, իսկ մյուսի ձեռքին թեթևակի հպվում, կարծես չուզելով բարևել։ Այստեղից պետք է եզրահանգել, որ ձեռքով բարևողը լուրջ չի վերաբերում կամ այդքան էլ չի հարգում այն տղամարդուն, որին ձեռքը թեթևակի ու անտարբեր սեղմեց։ Հիշեք, միջանձնային փոխհարաբերություններում մանրուքներ չկան ու չեն լինում։ Տրամաբանությունը և վերլուծական միտքը զարգացնելու այս եղանակը շատ հետաքրքիր է, եթե փորձեք, ապա գնալով ձեզ այն ավելի կհետաքրքրի։ Իհարկե, տրամաբանությունը և վերլուծական միտքը զարգացնելու շատ այլ եղանակներ էլ կան, բայց իմ կարծիքով պետք է սկսել հիշյալ տարբերակներից։ Հիշեք, որ տրամաբանությունը և վերլուծական միտքը մարզելը պահանջում է աշխատասիրություն, նպատակասլացություն և համբերություն։ Պետք է հիշել, որ շատ կարճ ժամանակում էական արդյունքներ չեն լինի, այլ պետք է համառություն դրսևորել։ Տրամաբանության և վերլուծական մտքի զարգացման մասին ես կանդրադառնամ նաև իմ ապագա տեսանյութերում, իսկ առայժմ այսքանը։ Մեկնաբանության դաշտում գրեք, թե որ եղանակը ձեզ դուր եկավ։ Եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել ու տարածել։ Ցտեսություն, կհանդիպենք։